Ողջույն հարգելի հայրենակիցներ, այսօր ես քաղաքական արենայում ներկայացնելու եմ շատ կարևոր փաստեր։ Ես Վիգեն Դավթյանն եմ, նախապես բոլորիդ եմ ասում, իմ հեռախոսահամարը 096 15 15 03 098 39 26 01 զանգողները թող առաջի շերտի մարդիկ զանգեն, ուրիշ մարդ չզանգի։ Եվ ես Հայաստանի Հանրապետությունում նկատում եմ 4 իրական ընդդիմություն՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը եւ Գագիկ Ծառուկյանը։ Եվ այդ 4 քաղաքական գործիչներից 3-ին ուղղորդում եմ դեպի Գյումրի մի տարի առաջ Վարդան Ղուկասյանի քարոզարշավներից դասընթացներ անցկացնեն, սովորեն, թե ժողովրդի հետ ոնց պետք է վարվեն, ժողովրդավարություն ոնց պաշտպանեն եւ այլն եւ այլն։ Դա Ծառուկյանը կլինի, Նարեկ Կարապետյանը կլինի, թե Ռոբերտ Քոչարյանը կլինի, պետք է Վարդան Ղուկասյանից սովորեք ժողովրդին ինչպես են ընդունում, ինչպես են հարգում, ինչպես են ճամփու դնում։ Ձեր թիմակիցները ձենով օհանի պես հելել են, կարող է դուք խաբար չեք, բայց ձեր թիմակիցները արգելանք են հանդիսանում, որ ժողովուրդը հանդիպի ձեր հետ։ 21 թվականի խորհրդարանական ընտրություններին Ռոբերտ Քոչարյան քեզ դաշ չեղավ, որ Բագրատ Միկոյաններն ու Արծվիկ Մինասյան, Սերյան Օհանյանները խոչընդոտ են հանդիսանում, հասարակությունը հանդիպի քեզ հետ։ Իսկ դա քո քվեների վրա էր ազդում, ուրիշ ոչ մի բան։ Ես այդ բոլոր մանրակրկիտ այնքան մարդ է ինձ մոտեցել ու բողոքել ձեր այդ վարքագծից, դա բոլոր ազդում է ձեր վրա։ Նարեկ Կարապետյան, նույնը քեզ եմ ասում։ Ինչու են այդ քո թիմի երիտասարդ սկսնյակները մռնչալով ելնում տեղից քո տեղը որոշում կայացնում։ Ինչու։ Կբացատրես հասկանամ։ Նույնը քեզ Գագիկ Ծառուկյան, քո թիմակիցներն էլ այնպես են։ Իսկ Վարդան Ղուկասյանը լրիվ այլ մարդ էր։ Ես հանդիպել եմ 1 տարի առաջ գրեթե իր քաղաքապետի ընտրության քարոզարշավից առաջ ես հանդիպել եմ մարդը ընդունելա ժողովրդավար, մարդասիրական, ամեն ձևով բարքով, կարգով ընդունել եւ ճամփուա դրել։ Չեք կարում այդ դասընթացները Վարդան Ղուկասյանից քաղել, սովորել, տեսնել ինչը որից հետո է։ Համենայն դեպս ես այս նախազգուշացում եմ անում, ժողովուրդ, խնդրանքս է, դիտեք եւ տարածեք։ Շնորհակալություն ուշադրության համար։